Բարև ձեզ, ես ինչքան հասկացա դուք Հայաստանից եք եկել այս ընթացքին։ Ներկա գտնվեցիք այսօր մեր այցին դեպի Եղեռն եւ ապա Վրեժառու Ֆնդկյանի գերեզմանին, որն է ձեր կարծիքը արարողության համար եւ նաեւ որն են ձեր զգացմունքները հայրենիքից դուրս մոտենալով Եղեռնի հուշարձանին, մոտենալով Վրեժառուի գերեզմանին, որն են ձեր զգացմունքները։ Անկեղծ ասած, ես քանի որ ինքս Սփյուռքից եմ, տարիներ շատ լավ հասկանում եմ այստեղ գտնվող մեր հայրենակիցների զգացողությունը, որպես Սփյուռքում հիմա տարիներ շարունակ, ինչպես Սփյուռքի բոլոր կետերում, մենք էլ Իրանում միշտ ամեն տարի նշել ենք, ինչպես երեք մեծ շուկով նշվել էր։ Զգացողությունը դե պարզ է, բոլորս ինչ որ ձևով ազդվել է մեր ազգը այս հսկայական վնասից, որ մենք կրել ենք, եւ ֆիզիկական, եւ բարոյական, եւ մշակութային, այդ ցեղասպանությունից, որ եղել է, հսկայական կորուստ է։ Հիմա այս մեր դավաճան ասենք, ազգակործան ասենք, ինչ ասենք, այս մեր ռեժիմը, որը որ 33 տարի է հսկում է մեր երկրին, չգիտեմ ինչպես է ուզում խաղաղություն կոչերով, խաղաղություն անենք, խաղաղվենք մեր հարևանների հետ, իհարկե բոլորս էլ ուզում ենք խաղաղվենք, բայց այդ խաղաղությունը ունի պայման։ Այդ ներողությունը, ներողամիտ լինելը, ներողամիտ ես լինում նրա նկատմամբ, ով հայցում է ներողություն, ոչ թե այն պետությունը, որը որ քեզ դեր ծրագրավորված ու շատ խիստ բոլոր բնակավարներում շատ ուժեղ ծրագրերով ուզում է հիմնովի ազգի ոչնչացնի, պետականությունը եւ ազգայնությունը ոչնչացնի, որովհետեւ դա իրանց հիմնական խոչընդոտն է, իրանց ծրագրերի համար։ Եվ այդ նման երկրի հետ դու չես կարող այս վիճակում խաղաղություն ունենաս։ Բնականաբար մենք որպես ազգ, եթե առողջ ազգ ենք, եթե մենք ասում ենք, որ քանի հազարամյա պատմություն ունենք, ուրեմն մենք պետք է որ գիտակցաբար մոտենանք մեր ինքնապաշտպանական բնազդով գոնե հասկանանք, որ առաջինը պետք է ձերբազատվել ոչ ազգային մտածելակերպից եւ անպայման մեզ անհրաժեշտ է առաջի հերթին ազգային իշխանություն ունենալուց հետո մեր ազգը շատ մեծ պոտենցիալ ունի եւ գիտական եւ մշակութային եւ ռազմական բոլոր առումներով եւ մենք շատ արագ թռիչքաձև կարող ենք զարգանանք եւ մենք վերականգնենք մեր հայրենիքը, ինքնությունը եւ մեր բոլոր ազգային արժեքները։ Շնորհակալություն։